ընտրություններից առաջ ուսուցիչների եւ դպրոցի տնօրենների աղմկահարույց ձայնագրություններից հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը մեկ այլ ուշագրավ բացահայտում է արել, մասնավորապես հարցում է ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովին ճշտելու համար, թե քանի քաղաքացի է խորհրդարանի ընտրության ժամանակ օգնությամբ քվեարկել։ Պարզվել է, որ 70,000-ից ավելի ընտրող։ Այս պահին կզրուցենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Բարև ձեզ Դանիել, շնորհակալ եմ, որ եկաք, խնդրում հրապարակեք կոնկրետ քանիսն են 70,000-ից ավելի, բայց քանիսը։ Բարև ձեզ, շնորհակալություն, ուրեմն մենք հարցում ուղարկեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռևս ապրիլին եւ այսօր ստացանք պատասխան, ըստ որի ազգային ժողովի ընտրություններին գրանցված ընտրող, ես ընդգծում եմ հենց գրանցված, որովհետև մեր դիտորդները շատ նկատել են, որ չգրանցվեն առանց գրանցվել են օգնել։ Այո, գրանցված ընտրող ըստ գրանցամատյանների 70,488 դեպք է եղել, այսինքն 70,500 համարյա ընտրող քվեարկել է այլ անձի օգնությամբ։ Սա ընտրողների քվեարկությանը մասնակցած անձանց թվի 4,5%-ն է։ Սա բավական մեծ թիվ է։ Ընդ որում մենք փորձեցինք իրականացնել ինչ-որ վերլուծություն և գոնե նախնական ինչ-որ հետաքրքիր թվեր ստացանք։ Մասնավորապես այն, որ ամենաբարձր ցուցանիշը ավելի քան 12% Երևանում է եղել։ Այսինքն Երևանում քվեարկած անձանց 12%-ից ավելը կամ մոտ 8 հոգուց մեկը քվեարկել է օգնողի օգնությամբ, միջնորդությամբ։ Մարզերում այդ թիվը ավելի ցածր է, ամենացածր ցուցանիշը թերևս Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում է։ Ինչով եք սա բացատրում։ Մենք հասկանալ պատճառները, մենք հասկացանք, որ Երևանում, որտեղ դիտորդները ավելի պատրաստված են եւ ավելի ազդեցիկ էին ուրեմն տեղամասում, բոլոր անձինք, ովքեր ուզում էին ցանկանային իմանալ, թե տվյալ ընտրողով վերահսկվող ընտրող է կամ, չգիտեմ, ընտրակաշարք է վերցրել կամ խոստացել է, որ կքվեարկի այս կամ այն կուսակցությանը, եւ փորձում էին վերահսկել, այդ վերահսկողությունը կարող է լինել միայն որպես օգնող գրանցվելու միջոցով։ Այնինչ մարզերում իրենք հաճախ կարիք չունեին գրանցվել որպես օգնող։ Ուղղակի գնում էին քվեախցիկ նայում էին, հա, նույն ձեռաձոկային տեսախցիկը ֆիքսել է բազմաթիվ այդպիսի դեպքեր Գեղարքունիքի մարզում, երբ ուղղակի մարդիկ մտնում են 1090 արտահայտության համար, քիթը խոցում են քվեախցիկ եւ նայում են, թե մարդ ոնց քվեարկեց, ու չեն էլ գրանցվում որպես ընտրող, իրենք օգնող, իրենք դրա կարիքն էլ չունեն, հա։ Դանիել, ինչ ահազանգ է սա, հա, որովհետև կան բազմաթիվ տարեցներ, հայտնի է, որ Հայաստանը ծերացող երկիր է եւ 70,000 քաղաքացի գուցե իրոք ունեցել է օգնության անհրաժեշտություն։ Տեսեք, Հայաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե նայենք, կա ընդամենը 37,000 առաջի կարգի հաշվանդամ եւ մոտ 35,000 երկրորդ կարգի հաշվանդամ։ Այսինքն առաջի եւ երկրորդ կարգի հաշվանդամների թիվը դա մոտ 70-72,000 է։ Ակնհայտ է, չէ, որ բոլոր այս մարդիկ չեն գնացել ընտրական տեղամասեր, որտեղ ընտրական տեղամասերից շատերը առհասարակ հարմարեցված չէին, օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդու համար, հա, սայլակով մարդը չէր կարող մտնել։ Եվ երբ որ, այսինքն հաշվանդամների տեղամասեր այցելած հաշվանդամների թիվը ակնհայտորեն շատ ավելի քիչ է, քան օգնողով քվեարկած անձանց թիվը։ Սա վկայում է այն մասին, որ այդ անձինք քվեարկել են վերահսկվող քվեարկությամբ, այսինքն դա իրականում եղել է քվեարկության վերահսկման երբեմն անգամ այդ անձի փոխարեն քվեարկելու մեխանիզմ։ Օրինակ, նույն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք խնդրել ենք մեր դիտորդներին նաև դիտարկել հաշվի առնելով այս երևույթի զանգվածայնությունը, փորձել տեսնել, երբ օգնողը եւ այն անձը, ում օգնում են քվեարկել, քվեախցիկում են, իրենց միջև ինչ որ conversation, ինչ որ խոսակցություն, ինչ որ բան լինում է, տրամաբանական է, չէ՞ որ պետք է լինի։ Պետք է ասի, գիտես, ես ուզում եմ քվեարկեմ այս ինչին, ինձ օգնի այս ինչին քվեարկեմ կամ իմ փոխարեն այս ինչի դիմաց քվեարկի, կամ տղա ջան, ինձ խնդրում եմ ասա, թե ինչ տեխնացուներ կան կողմնորոշում։ Ինչ որ խոսակցություն պետք է լինի։ Շատ դեպքերում մեր դիտորդները ֆիքսում են, որ որևիցե կոնտակտ չէր լինում այդ մարդկանց միջև։ Իրանք ուղղակի ֆիզիկապես, իհարկե դա ոչ միշտ է երևում, բայց այն դեպքերում, երբ որ դա երևում է, շատ հաճախ նկատվում է, որ որևիցե կոնտակտ չկա, եւ այս մարդիկ ուղղակի գնում են եւ քվեարկում են ընտրողների փոխարեն։ Ընտրողը ընդհանրապես ներկայել, դա այլ անձի փոխարեն քվեարկության մի նոր
արտահայտում է։ Նախկինում այլանդի փոխարեն քվեարկությունը հիմնականում արտահայտվում էր, որ գալիս էին ուրիշ մարդու փոխարեն ցուցակում ստորագրում էին ու գնում իրան, ասենք, բացակայող քաղաքացու փոխարեն, իրա փոխարեն քվեարկում էին։ Հիմա այլանդի փոխարեն քվեարկությունը ավելի շատ էս արտահայտումը ունի, երբ տվյալ անձի ներկայությամբ են իր փոխարեն քվեարկում։ Հա, սա անգամ այս ոչ այդքան քվեարկության գաղտնիության խախտում, այլ արդեն տանձի փոխարեն քվեարկություն անգամ։ Մի անձը իրավունք ունի մի քանիսին օգնելու։ Ոչ, ընտրական օրենսգիրքը նաև հստակ սահմանում է, որ նույն անձը կարող է օգնել միայն մեկ քաղաքացու։ Ընդ որում այդ օգնողը չի կարող լինել վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ։ Ներողություն, բայց եթե ես օրինակ առաջին ընտրատեղամասի ընտրող եմ, բայց գնում եմ 4-րդ ընտրատեղամաս, որտեղ ապրում է օրինակ իմ տատիկը եւ նրան ուղեկցում եմ ընտրության, ինչպես է ստուգվելու, ցանց կա այդպեսի։ Մեխանիզմ չկա։ Էֆեկտիվ մեխանիզմ չկա ստուգելու, որ նույն անձը չի օգնել տարբեր տեղամասերում ընտրողներին։ Նման մեխանիզմ չկա, անգամ ավելին, արգելքը, որ վստահված անձը չի կարող օգնել, սա ստուգելու մեխանիզմ էլ չկա։ Կարող է այս տեղամասում վստահված անձ եմ, գնացել եմ կողքի տեղամասում եմ ընտրողը օգնել։ Ընտրական օրենսգրքի խախտում կա, բայց ստուգելու կոնկրետ հանձնաժողովը տեղում նստած ինքը ստուգելու մեխանիզմ չունի։ Հիմա հետընտրական փուլում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի հրապարակելու օգնողների անունները։ Այսինքն եթե դուք պահանջեք այդ անունները եւ համեմատեք հասկանալու համար արդյոք եղել են մի քանի անգամ օգնելու դեպքեր։ Տեսեք, սա ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է, որովհետեւ 70,000-ից ավել անունազգանուն է եւ նաեւ այս անձանց անձնագրային տվյալները կան մատյաններում։ Այդ ամբողջ ծավալը, չգիտեմ որքանով հնարավոր կլինի ֆիզիկապես ստուգել, թե արդյոք նույն մարդիկին օգնել թե չէ։ Բայց ամեն դեպքում մենք քննարկում ենք հիմա տարբեր տարբերակներ, թե ինչ անել այս տեղեկություններից եւ արդյոք արժի ուզել արդեն գրանց համացանների այդ էջերի պատճենները, որպեսզի հետագա գործողություններ անել։ Բայց ես ասեմ, որ ինքնին այս երևույթը ոչ բոլոր տեղամասերում է եղել են տեղամասեր, որտեղ շատ ցածր թիվ է եղել օգնողների քանակը, հա։ Բայց նաև որքան գիտեմ, կա Էջմիածնում մի գյուղ, որտեղ ռեկորդային Այո, 14 կոտորակ 49 տեղամասում, չգիտեմ միգուցե այդտեղ ինչ որ վրիպակ կա, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն ընտրողների 89%-ը օգնողով է քվեարկել, հա, 446 կարծեմ անց օգնողով է քվեարկել։ Առհասարակ, եթե նայենք թե քանի տեղամասում է օգնողներով քվեարկել ընտրողների 10%-ից ավելը, բա 227 227 տեղամասում քվեարկության մասնակցած անձանցից 10%-ից ավելը քվեարկել է օգնողով, 20%-ից ավել 23 տեղամասում եւ 4 ամեն 5-րդը, այսինքն քվեարկել է օգնությամբ։ Այսինքն ամեն 5-րդը քվեարկել է օգնությամբ թվով 23 տեղամասերում եւ թվով 4 տեղամասերում 30%-ից ավել, այսինքն համարյա ամեն 3-րդը թվով 4 տեղամասերում քվեարկել են օգնողով։ Սա բավական մտահոգիչ է, ես կարծում եմ այդ տեղամասերը, գոնե այն տեղամասերը, որտեղ 20%-ից ավել են, պետք է դառնան նաև իրավապահների ուսումնասիրության առարկա, թե ինչպես ստացվեց, որ այստեղ սենց ճակերտավոր հիվանդների մեծ կոնցենտրացիա է, դա չի կարող բնական լինել։ Ձեր կարծիքով այս տեղի ունեցած հնարավոր կեղծարարությունը կարող է ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա ընդհանրապես գլոբալ առումով։ Իհարկե, որովհետև տեսեք, մենք խոսում ենք 70,000 քվեի մասին։ Լավ, ենթադրենք այդ 70,000 քվեից ինչ-որ մի մասը 10,000-ը, 20,000-ը, անգամ կեսը, հա, ենթադրենք 35,000-ը իրոք անձինք էին, ովքեր օգնության կարիք ունեին։ Թե վիճակագրությունը պնդում է հակառակը, որովհետև ես նաև ասացի, թե ինչքան մարդ է, որ հաշվանդամություն ունի եւ իրականում բնականաբար շատ ավելի քիչն է, ես կարծում եմ առավելագույնը 10-15,000 մարդ լիներ, որ իրապես չկարողանար ինքնուրույն քվեարկել։ Բայց ամեն դեպքում եկեք արձանագրենք, որ մոտավորապես 10,000 ձայնը 10-15 ես թիվը չեմ հիշում, բայց այդ կարգի է։ Դա ազգային ժողովի մեկ մանդատ է։ Այսինքն 10-15,000 ձայն ավել կամ պակաս խորհրդարան անցած կուսակցություններից որևիցե մեկին, կամ դաշինքներից, արդեն նշանակում է, որ այդ կուսակցությունը կամ դաշինքը պետք է ստանար մի մանդատ կամ ավել կամ պակաս։ Եթե հնարավոր չի պարզել արդեն ճշգրիտ մանդատների թիվը, այսինքն անորոշությունը հարցի տակ գտնվող քվեներ այնքան շատ են, որ
կարող է մի մանդատես կողմ են կողմ լինել, դա նշանակում է, որ ընդհանուր ընտրությունների արդյունքներն է հարցի տակ դրվում։ Դա նշանակում է, որ արդեն եղել է ազդեցություն ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա, որտեղ ազդեցությունը պրագմատիկորեն, հա, շոշափելի արդյունքը դա մանդատների քանակն է։ Եվ եթե անճշտությունը զբաղվում են իրավապահները, ձեր փորձից ելնելով ինչ կարող եք ասել։ Ցավոք սրտի Հայաստանի օրենսդրությունը չի ենթադրում, որ սա կարող է ազդել արդեն ընտրությունների արդյունքների վրա որևիցե կերպ։ Կեղծարարությունը պարզելու առումով։ Բայց գոնե կեղծարարությունը պարզելու առումով ես կարծում եմ, որ իրավապահները պետք է զբաղվեն այն տեղամասերով, որտեղ այս թվերը շատ բարձր են, օրինակ 20%-ից բարձր են, այդպիսի տեղամասերը թվով 23-ն են, ու պարզեն, թե ինչպես է եղել, արդյոք այդտեղ այդ տարածքում ապրում է կամ հայտնի է, չէ, ովքեր են քվեարկությանը մասնակցել։ Քվեարկությանը մասնակցած անձանց միջև արդյոք այդքան շատ մարդ կա, որ չի կարող ինքնուրույն քվեարկել, եւ եթե ոչ, իսկ ես վստահ եմ, որ ոչ, ապա ինչ է իրականում տեղի ունեցել։ Սա իհարկե դժվար, քննության տեսանկյունից դժվար քրեական գործ է, բայց իրավապահների պարտականությունն է այն իրականացնելու։ Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախատեսում եք նման հարցում ուղարկել հասկանալու համար արդյոք։ Մենք նույնը նաև անելու ենք կապված Երևանի ավականու ընտրությունների հետ, առավելևս որ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ այդ օգնողների ինստիտուտը ել ավելի խնդրահարույց է եղել, գոնե դատելով տեղամասերում մեր դիտորդների արձանագրած պատկերից։ Եվ մենք փորձելու ենք նաև նույնը անել։ Ուղղակի սա բավական երկար է տևում։ Մենք հարցում ուղարկում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, իրենք բոլոր գրանցամատյաններից տեղեկությունները հավաքագրում են եւ մեզ պատասխանում են։ Դանիել, նախկինում նույնպես այսպիսի մեծ քանակ էր կազմում այդ օգնողների ինստիտուտը ձևավորված էր նման կերպ, թե կարելի ասել սա մի նոր մեխանիզմ է, որը կիրառվում է ընտրակեղծարարություն անելու եւ չբռնվելու համար։ Սա թերևս ավելի նոր մեխանիզմ է, որը զարգացավ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ ավելի զարգացավ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, որովհետեւ ընտրակեղծարարության այլ եղանակները բավական սահմանափակվեցին եւ հիմնական մեխանիզմը լայնածավալ ընտրակեղծիքների հետեւյալն է. ընտրողներից կորզել խոստում, որ ընտրող քվեարկի կոնկրետ կուսակցությանը, դա արվում է, չգիտեմ, վարչական լծակների չարաշահմամբ, դա արվում է ընտրակաշարքով, դա արվում է, չգիտեմ, կրիմինալ խմբերի միջոցով, տարբեր ձևով։ Եվ հետո, քանի որ այս պարագայում արդեն ընտրողի իրական կամարտահայտման միակ տարբերակը դա քվեարկության գաղտնիությունն է, որ ասի լավ ես ձեզ կքվեարկեմ, բայց իրական գնա քվեարկի այն ուժին, ում որ կցանկանա, դրա տրամաբանական շարունակությունը արդեն ընտրողի քվեարկությունը վերահսկելն է, այսինքն տեսնել թե այդ ընտրողը ոնց քվեարկեց եւ որ ընտրողը իմանա, որ տեսնում են թե ինքը ոնց քվեարկեց, որ քվեարկի այնպես ինչպես ճակերտավոր պետքն է։ Այսինքն սա տրամաբանական շղթայի մեջ է նաեւ նախընտրական փուլում տեղի ունեցող եւ նաեւ արձանագրված խախտումների հետ։ Իսկ նախընտրական փուլում ես հիշացնեմ դա օրինակ դպրոցների մանկապարտեզների տնօրենների պատմությունները, որը մենք բացահայտեցինք ազգային ժողովի ընտրություններից առաջ, կամ այս Զիբիլիքսը, այսինքն այդ ՊՊՑ-ի գնդի ֆաքսը եւ մյուս փաստաթղթերը, որ հիմնավորում էին, որ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ եղել է նույնպես վարչական ռեսուրսի չարաշահում։ Այսինքն եւ քվեարկության գաղտնիության խախտումը այդ խախտման շղթայի մեջ է, անբաժանելի հատված է։ Շնորհակալ եմ, Դանիել։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ Դանիել Լեոնիսյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգողը, հիշեցնեմ, որ հասարակական կազմակերպությունը ԿԸՀ ուղարկած հարցման միջոցով պարզել է, որ խորհրդարանի ընտրություններին Հայաստանում ավելի քան 70,000 քաղաքացի օգնողի միջոցով է քվեարկություն իրականացրել։